Բարելույս։ Երեկվանից մտածում եմ մի հատ հարցի շուրջ, որ Պուտինը ասեց մեր ազգերի դարերով բարեկամության մասին, չէ՞։ Այդտեղ մտածում եմ, ասում եմ լավ, իմ պատկերացումով ռուսների հետ մեր ազգը կապված է, բայց էլ որ ազգի հետ է կապված, սենց խորացել է, մտածում եմ, մի հատ նենց բան հայտնաբերեցի, որ ես էլ չգիտեի։ Դու գիտեք вообще հայ ազգը որ ազգի հետ է բարեկամացած, որ ազգերն են հայերին ճանաչում ու հայերը ում են ճանաչում։ Հայտարարություն է, որ իմանաք։ Ուրեմն նայեք, որպեսզի ազգերը ճանաչեն իրար, պետք է ինչ-որ մի լեզվով հաղորդակցվեն, չէ՞ իրար հետ խոսեն։ Հայերը ինչ լեզու գիտեն Հայաստանում։ Մենակ ռուսերեն, չէ՞, ինչ-որ մի սերունդ կար տարիներով, որ ռուսերեն գիտեն, սերունդներ։ Ճիշտ է, այդ էլ փչացրին հարամարին, բայց ասենք որոշ սերունդներ կան, որ գիտեն ռուսերեն։ Ռուսների հետ մեր կապը դիցել է սկսվում, որ մենք ռուսերեն գիտենք, ռուսերեն կարող ենք իրանք հետ հաղորդակցվենք։ Ու ռուսները ճանաչում են հայերին։ Вообще-то ազգերը իրանց հարևանների հետ են առաջին ամենալավը ճանաչում։ Հիմա նայեք, մենք ունենք երկու թշնամի հարևան, Թուրքիան ու Ադրբեջանը։ Դե պարզ է, իրանց հետ չենք շփվում։ Պարսկաստանի հետ էլի չենք շփվում, որովհետև սկի լեզու չգիտենք ընդհանուր։ Ունենց ավտոմատ առաջինը գալիս ոնց վրացիների հետ մենք քիփ ենք բան, բայց էլ խորացեք վրացիների հետ մենք քիփ ենք, մենք вообще քիփ չենք վրացիների հետ, вообще չենք շփվում վրացիների հետ։ Այս վերջերս մի քիչ մեկ հայերը գնում են ընդ հանգստանալու բան, բայց վրացիները ինչքան են գալի Հայաստան, ոնց ենք շփվում, մենք իրար ճանաչում ենք, չէ, вообще-то։ Դուս է գալի, որ միակ ազգին, որ հայերը ճանաչում են հայերն իրաց, այդ ռուսն է։ Ինչքան է տարօրինակ է, խայտառակա կամ ինչա, այդ է դուս գալիս։ Իսկ մյուս կողմից էլի այդ ռուս թե Եվրոպա հարցը, որ մտածենք, հա։ Իսկ Եվրոպայից ով է ճանաչում հայերին։ Եվրոպացիները вообще չեն ճանաչում հայերին, ոչ մի ազգը։ Այնտեղ հա ասենք բանի հետ, Հունաստանի հույների հետ պապեկան, պատմական կապեր ունենք։ Բայց հիմնականում այդ կապերը եղել են ինչ պատերազմներ, էլի, ուրիշ բան չի եղել։ Իտալացիների հետ էլի նույն պատերազմը դելով մնաց, ֆրանսիացիների հետ կապ ունենք գենոցիդից հետո, որ հայերը գնացել են, այդ կապը մի քիչ մեծացել է։ Մնացածում այդ կապ ունենք, ոչ մեկի հետ։ Հոլանդացիներին, որ 90-ականներին մենք եկանք, вообще չէին հասկանում ինչա Արմենիա, Ռումինիա, Ալբանիա, վերջը գալիս էին, հա, ասում էին Թուրքիա, արա ինչ Թուրքիա, ասում ենք Արմենիա, առը, ինչ Թուրքիա, քուրդ, ինչ ասես ասում էին, չէին հասկանում ընդհանրապես, հիմա մի քիչ նենց որոշ տեղերում, որոշ մարդիկ մի քիչ նենց տեղը բերում են, բայց էլի երևի ազգի կեսից շատը գաղափար չունի ինչա Արմենիան ընդհանրապես։ Այն մի փոքր մասը օքեյ, արդեն տեղը բերում է, որ հա, այդ ինչ-որ մի հատ պետությունն է, ինչ-որ ազգ է, բան է։ Մնացած երկրները, ես Իսպանիա, Հունաստան ու Իտալիան էլի ճանաչում են էլի պատմությունից, տենց անունով, բան։ Մնացած երկրները вообще կապ չունենք, ինչ Սկանդինավիա, բանը, Ավստրիա, ես մինչև вообще ոչ մեկի հետ մենք կապ չունենք, ոչ մի երկրի, ոչ մի ազգի հետ մենք կապ չունենք, ոչ մի ազգի հետ մենք ախպերություն, ընկերություն, ծանոթություն չունենք։ Միակ ազգը այն է, որ այդ ռուսն է, որովհետև իր այդ ռուսի հետ են կապ շփենք, օքեյ, կապ չունի ինչի համար, հա, որ սովետեր եւ այլը, բլա բլա բլա, հա, օքեյ, հասկացանք, դե ինչի է տենց, ես չեմ հարցնում, խի է տենց, ոնց է տենց, ես ասում եմ, փաստը որն է, փաստը այն է, որ մենք ազգովի
մեզ ճանաչում են, մենք սաղին ճանաչում ենք, հա, բայ, մեր աղբերներն են, բայց իրականում մեզ ճանաչող միակ ազգը են էլ մեծ ազգ, դա Ռուսաստանն է, ու այդ նորից այդ էկոնոմիկայի պահը, որ մտածենք ինչ արինք, որ հիմա ունենք շանս Ռուսաստանի նման մեծ շուկան տրվել է Հայաստանին, ունի Հայաստանը շանս, որ այդ շուկայում կարում է ինքը ապրանքներ ծախի, ու ինչ է անում, հիմա եթե այդ հնարավորությունը ունենար, ասենք հոլանդացին, հիմա Հայաստանը դարել էր եսիմ Սինգապուր, նենց էր հարստացել, որտեղ պետք է մեծ մի հատ լավ հնարավորություն է, նամանավանդ մեր հաշված մեր ապրանքների որակի հետ կապված բան, բայց ինչ է անում հայը, դա ասֆալտ խարոշի, շեֆ խարոշի, չէ, հետո մենք ասֆալտ ենք խռում, եսի մինչեր, մի երկու հատ պրոդուկտ կա, որ տանում ենք, այդ խմիչքը, այդ է, ու վսյո, էլ ոչ մի բան, այդ մեծ շուկայից չենք օգտվում, բայց այն դեպքում, որ այդ երկիրը տվել է մեծ հնարավորություններ, տվել է ազատ ելքու մուտքի հնարավորություն, ինչ է անում Եվրոպան, ասենք այդ նույն, որ հաշվարկենք, Եվրոպացին կարում է մտնի ազատ, արդեն քանի տարի է, 10 տարի է, կարում է Եվրոպացին ազատ մտնի Հայաստան, առանց վիզայի, առանց ոչ մի բանի, պրոստը տոմ սարնի ու թռնի գայիշնի Հայաստան, ոնց որ տենց է պտի լինի, դուք ով եք, որ ինձ չթողնեք, եկե որ Հայաստանցին է ուզում գա Եվրոպա, ինչ է ալնում, առաջինը մի հատ նենց նվաստացնում են, մի հատ նենց կզծնում են, նենց հարամ են անում, նենց են զզվծնում, այդ մեզ 6 ամիս կամ 8 ամիս հերթ ես պահում, որ ընդհանրապես քեզ շանտեղ դնեն, մի հատ նայեն, ասեն տենակ մի հատ սֆատի տենակ մարդ ես, ինչ ես, հա, նենց 4 ձեռ ունես, դե 2 ձեռ, 2 ոտ, ով ես դու, վաբշե քանի ականջ ունես, մարդ ես, մարդանման ես, կապիկ, թե ինչ, քեզ թողնենք գազ ոտ դնես մեր Եվրոպան, թե չէ, դաժե տուրիզմն է չես, խոսում եմ դաժե վիզայով, որ վիզա ես տալի, ամեն ինչ օրինական, ամեն ինչը փաստերով, որ ոչ մնալու բան կա, ոչ բան, պրոստ վիզա ես տալի, մարդը ուզում գա ընկերա, բարեկամ, ուզում ես գա Եվրոպա, ինչ է, չէ, այդ վերաբերմունքը, ոնց այդ նվաստացում, ասենք խի պտի 3-րդ, 4-րդ կարգի սենց ես իմ աբորիգեն ես էլի դու նայենք էտ ասն դե խնդրվես ես իմ ինչ պաստա թղթեր տանես 1000 հատ փողեր բան ու սենց բան մեղ թողե գամ մի հատ ոտ դնեմ ձեր երկիր էլի սենց զարգանամ գամ սենց ձեր երկիրեն մտնեմ ես էլ եմ մարդ էլի չէ հասկացեք հակառակը որ ելներ նույն ձևի օքեյ բան չի ասի հավասար իրավունքներ է դուք էլ որ գալիս եք մեր երկիր պետք է թակ վիզա վեկալեք թակ ամիսներով հայկական դեսպանատանը խնդրվեք հերթ պայեք բայց այտենց չի հակառակը եվրոպացի երբ ուզում է ելնում տոմ սարում գալի մտնում ոնց որ էսի իր երկիրն է էլի ու դուք ով եք դուք աբորիգեններ եք դուք մենք գալիս ենք ձեզ տենանք սենց վայ ասենք էս ինչ համով քյաբաբ ունեք բան յա կար տելևիզոր ունեք պուլտ օրը էս ինչ զարգացել եք մալադեց բայց որ դուք եք ուզում գաք այդի արդեն հա մի րոպե լտենանք դուք ով եք вообще դու գաս ինչ անես մեր երկիր բա որ գաս կծես մծես բան մի հատ հետազոտենք բան սենց լիքը թղթեր պիտի բերես բժշկական որ վիրուսներ չունես հանգարց գաս մեր երկիր վիրուսներով արաքես մեզ էսա հիմիկվա էսի հեքիաթ չի ես իմ նորություն չեմ ասում սա դե գիտեք չէ էսի բա ինչի մի հատ էսի չեք մտածում ասում մի րոպե բայց հələ նայենք այն երկիրը մեզ ոնց է վերաբերվում այն երկիրը մեզ ոնց է վերաբերվում ու հիմա այն որ ասում են թումբանի հետ քաշել եք եթում եք վազում եք Եվրոպա ձեզ շանտեղ դնում հա չէ շանտեղ դնում է հա բայց մարդու տեղ դնում հա ձեզ մարդա համարում ոնց կարա մարդ համարի ու այդ տեսակի դնի ու չթողի որ մարդը դաժե ոտ դնի իր երկիր հələ աշխատելու մասին չեմ ասում այդ իրավունքների բան պրոստը գալ տուրիստ որպես գաս մի հատ ասես դեմ տենամ լավ
մտածելու տեղիք չի, չէ, որտեվ ձեզ չեն թողնում այդ մեդիա դաշտը, այդ պրոպագանդան ագենտուրային այնցա միանգամից սկսում է եսին որտեղ ռանքից այդ կարևոր բայերը ձեզ չեն ասում, այլ միանգամից բա տեսեք ռուսի պատճառով մենք սենց աղքատ ենք, հեսա կպնենք Եվրոպա, հարստանում ենք բան, ման ճոգ մեկ ինչ տեսակի, ինչ այս ամբողջ մեխանիզմը էլ ինչ տեսակի կուտ է, էնա Վրաստանը կպավ, կպնում էր սենց գամարջոբա, եկան, ինչ արեց, ինչքան զարգացավ Վրաստանը, հա այն Բաթումի բանում սիրուն շենքեր սարքեցին նախ թուրքերը, երկրորդը շենքը զարգացումն է էդի, իրանք շենքը սարքեցին, իրանք օգտվան, իրանք օգուտը իրանք խաղում են, իրանցով արեցին, սեփականատեր դառան թուրքերը, հետո ու էդի всё զարգացան, շենք եք ուզում սարքել, Հայաստանում էլ լիքը շենքեր կա, ինչ դրա իմաստը որն է, այդ զարգանալու, դու տես չես զարգանում, տես գալով պրոստը միայն երկու հատ թուղթ ստորագրելով չես զարգանում, պետությունը չի զարգանում, են քյալ գյուղացին մեկ է, մնալու է տես քյալ գյուղացի չի հասկանալու ինչա կատարում, ինչ չէ, կարող որ ասես էլի ինչքան երկիր կա, ասել է Ամերիկան է, Շվեյցարիան, անպայման, ու տենց ինքը իրա կովը վեկալելու է այդ սարերը, մեր սարերում բանի խոտի փոխարեն եսիմ Յոնջայի փոխարեն եսիմ ինչ դոլարներ չի աճելու կամ իրակովը մի անգամից չի սկսել ես միշքան կաթ տալ կամ այդ կաթը որ տալ չի կարողանալու Ռուսաստան արտահանի Եվրոպա որտե է արտահանելու որտեղով Թուրքիայով Եվրոպա որ երկիրն է Հոլանդիան թողելու է որ ինչ-որ կակոյնիբուց Հայաստանից բան կաթամթեր գա Հոլանդում ամեն տարի տասնյակ տոննաներով կաթեղենը թափում են այո այդ էլ է վիրավորանք որ էդի ես են 90-ականներից էի մտածում դրա մասին ասում ընդ մարդիկ սովից մեռնում են Հայաստանում էլ 90-ականին սով էր սրանք տոննաներով կաթը թափում են Պրոստը թափում են, որ գինը չընգնի ասենք մարդկությունը, բանը, դե վաղթելը միամից սենց սովետից նոր եկել էինք սենց բաներով, որ Եվրոպան, բան, արևմուտքը, արդար, բան, սենց լավ, հոլիվուդյան կինոների պրոպագանդայի տակ թաղված եկել էինք, գիտենք եսա, բանա, Եվրոպան, ես իմ ինչ արդար մարդիկ են, բան, էտա Իրանց փողի համար իրանք թափում էին այդ կաթը ինչ Հայաստանում ասի չգիտեն Հայաստան ինչա Էդի բայց մի կողմ որ ասիր տանենք ընդեք ասեն չէ ախպեր թափենք ստե ավելի լավ է քան տանենք ուրիշին տանք ձրի որովհետև դից գինը կընկնի եւ այլը Այս է դրվածքը աշխարհի այդ որ մենք որ չկարողանանք մենք որ չկարողացանք արդեն չկարողացանք Ռուսաստանի նման երկրից օգտվել Ռուսաստանի նման հսկա շուկայից ու երկրից օգուտներ քաղել կապ չունի մենք ու միանանք ինչ անենք դա մեր ազգից է մեր ազգի խառնվածքից է իր մեծամտությունից է իր բառադիությունից է իր քծող խասյաթից է իր ոչ հերանեկարային մտածողություն ունեցողից է ծրագիր չկազմելուց է բախտի բառադի դե վաղը կգա օրը կտենանք վարիանտներից է այդ որ մտածում են պետք է սաղ աշխատեն ինքը ուտի այ դրանից է դրա համար եմ ես sense նեգատիվ այդ բային որ իմաստը չկա հասկանում եք դա պրոստը մի հատ Իսկ նույնն էլ չի մնալու, ավելի վատանալու այն չի համար, որ մի հատ էլ թշնամի ենք ձեռք բերելու Ռուսաստանի նման երկրին։ Հասկանում եք, օգուտը չլինելու, նույն օգուտից ինչքան հիմա ունենք օգուտ Ռուսաստանից ավելի քիչ օգուտ ալնելու, որովհետև հնարավորությունը ավելի քչանալու են, պլյուս դան հավելանալու է մի հատ թշնամի Ռուսաստանի նման։ Դրա լավը որն է, ոնց կարա մեկ ուզենա իր երկիր, իր ազգը գնա այդ ճանապարհով։ Դու տավարի ցավ պետք է լինես, որ ասես հա ավելա մենք գնանք այտենց ու մեզ վատություն անում, հա ռուսին, վայ ռուսները քաշվան, գիտես, հա ռուսները Ռուսաստանը որ կա, դա հայերի շնորհիվ է,
հայերը որ սենց ուզեն, սենց Ռուսաստանը կավիրվի, բա ոնց ապեր, հա։ Այտենց այդ իսկ մեր ազգը չի հասունանում, չի խելոքանում, գենոցիդը ապրեց 100 տարի հետո նորից նույն բանն արեց, ոչ մի բան չսովորավ, ոչ մի տեսակի, ոչ մի ձևի չի զարգանում, չես ջոգում, ոնց անես, որ սկսի ազգը մտածել իրա, դե հա դարերով պետություն չի ունեցել, չի կարող մտածի, ինչ է պետությունը, ոնց անի, որ իրա պետությունը զարգանա, լավը լինի, այս պիտի մի օր երևի գանք հասնենք դրան, էլի, աստվածտա շուտ գանք, թե չես կործանվելով, փոքրանալով, քչանալով, ու այս ծանր ժամանակներում, որ ամեն ինչ համ շատ արագ է փոխվում, համ շատ հզոր է փոխվում, վտանգները նենց են մեծացել, կտրնել հետը, մենք նույնիսկ գոյատևելու շանսեր չունենք, քիչ է շատ։ Դե լավ եղեք, հուսանք, որ լավ կլինի, ստրես չունենք, ընկերներ ջան։